Պետրոս, դու ես անգամ Ալենին ես կանչե, ճիշտ է, հարցազրույցի։ Բա դու չգիտես ես քո համար ինչքան անհանգիստ եմ։ Պետրոս, դու քեզ պետք է լավ նայես, Պետրոս, մեր Ղազարյան versus Ղազարյան նախագիծը հիմնականում քեզնից է կախված։ Դու որ չլնես, քեզ որ մի բան պատահի, մեր նախագիծն չի լինի, ժողովուրդը ինչ են նայելու։ Բա Ալենին բերել ես։ Բա չես ասում, արա, հանկարծ կարող է մի բան այն չասես, թքի վեր հետ։ Կարա քացի տա, կարա պոզկցի։ Մարդ ես, արա, դու լեզվիդ ոսկորդ չկա ոնց որ ասում են։ Մեկ էլ հանկարծ շշկրվես ասես, որ ինքը կոռուպցիոներ է։ Գիտես քեզ ինչեր կանի։ Այնքան դատի տա, հենա, այն տրթատի աղբերն էլ պատրաստ են նստածը։ Տանեն քեզ դատեն միլիոններով, այլ քեզ տանեն 1 միլիոն, ես մի անգամ ասեցի, տարանեցի դատի տվեցին։ 1 միլիոն դրամի դու գիտես ինչքան ղազախական ցորեն կառնես կուտես։ Բա հիմա բերես հանկարծ մարդ ես, Պետրոսն ես, էլի, մեկ է նստար ասի, դու ավտոմեքենաներ ես առե, վաճառե, հայտարարագրերում չես գրե, մայրը թոշակառու է, բայց ջրվեժում դաչա է առե, Հայկոնում բանկից վարկավերց է, դու ես դաչայում ապրում, Վիվարոյի Վիգենի հետ ընկերություն ես արե, դրա օգտին օրենք ես ընդունել, նա քեզ տարել է Հունաստանում, հանկարծ ես բաներ ասես, կոռուպցիա, մեղադեր, Շանոյինը քանի գլխի տարա։ Զգուշ էլի Պետրոս, դու մեր համար շատ թանկ մարդ ես, Պետրոս։ Դրա փոխարեն հարցր ասա, պարոն Սիմոնյան, Աղդամում նռան այգիներ ունեիք, այս նոր տարուն, կարող է հաջողացրել եք 2 կիլո նոր բերեք, ծախեք, ձեր փողը ունենաք, այդպես բաներից քարցնես, այս մարդը թրքասեր է, թքասեր ու թրքասեր, այն Գաֆարովայից հարցրու, բեյնից ջրերը կեթա։ Հիմնական շեշտը տես ես սկզբից քեզ զգուշացնում եմ։ Կոռուպցիայի մասին բան չես ասում, եղավ, գովում ես, մենակ գովում ես իրան ու հիմնականում թքասիրական ու թրքասիրական թեմաներ։ Սկսեցինք։